Ողջույն բոլորին, այսօր ձեզ հետ կիսվելու եմ ամենահամեղ ու ամենափափուկ պիցցայի բաղադրատոմսով, որից հետո վստահ եմ այլ տարբերակներ չեք փնտրելու։ Մաղած ալյուրի վրա ավելացնում եմ խմորիչը, մի լավ խառնում, ավելացնում աղն ու շաքարավազը, բուսայուղը, կաթը, ջուրը և հունցում ձեռքերին մի փոքր կպչող խմոր։ Խմորը թողնում ենք հանգստանա, կես ժամ անց բացում ենք և ձեռքերի օգնությամբ ձգում ենք խմորը այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Նորից փակում ենք և թողնում ևս կես ժամ հանգստանա խմորը։ Այնուհետև ջեռոցի տապակի մեջ բուսայուղ ենք քսում, խմորը տարածում ենք վրան ցանում ենք մեր նախընտրած ամեն ինչ որ կցանկանաք ինքներդ։ Ես ավելացրել եմ թթվասեր և տոմատի մածուկ, իրար խառնած, չափաբաժինները հստակ կթողնեմ նկարագրության բաժնում, եթե ցանկանում եք կարող եք կրկնել նույնությամբ, այդպես շատ ավելի համեղ է ստացվում։ Առատ պանիր ենք շաղ տալիս և ուղարկում ենք 220 աստիճան տաքացրած ջեռոց, մինչև որ պանիրը կհալվի և խմորը կողքերից մի փոքր կվարդագոնի։ Հանում ենք ու վայելում ամենահամեղ ու փափուկ պիցցան։ Պատրաստեք ու վայելեք, չմոռանաք պահպանել հոլովակը, կիսվել ձեր ընկերների հետ։ Բարի ախորժակ։